Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով։ Այսինքն, եթե լուսացույցի ազդանշանը հակասում է առավելության նշանի պահանջին, ենթարկվում ենք լուսացույցի ազդանշանի պահանջին։ Եթե չեն հակասում, ենթարկվում ենք առավելության նշանի պահանջին։ Այս օրինակում, երբ միացված է լուսացույցի արգելող կարմիր լույսը և տեղադրված է կանգ առավելության նշանը, ապա իրար չեն հակասում, երկուսն էլ ասում են կանգնիր։ Երկուսի պահանջն էլ նույնն է։ Սա նշանակում է, որ պետք է կատարել առավելության նշանի պահանջը և աջ շրջադարձը թույլատրող սեկցիայի ժամանակ աջ շրջադարձ կատարելիս պարտավոր ենք կանգնել, հետո շարունակել երթևեկությունը։ Այս օրինակում, երբ միացված է լուսացույցի թույլատրող կանաչ լույսը և տեղադրված է կանգ առավելության նշանը, ապա իրար հակասում են կանաչ լույսը ասում է գնա, կանգ նշանը ասում է կանգնիր։ Սա նշանակում է, որ ենթարկվում ենք լուսացույցի կանաչ լույսի հրահանգին և խաչմերուկը անցնում ենք չկատարելով կանգ նշանի պահանջը։ Դեղին թարթող լույսի ժամանակ համարում ենք առանց լուսացույց խաչմերուկ, այսինքն չկարգավորվող խաչմերուկ, և կատարում ենք կանգ նշանի պահանջը կանգնում։ Հետո շարունակում երթևեկությունը։